Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան, Հայկ Ռուդիկի Գրիգորյան, Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1993 թվականի մարտի 29-ին Արցախում, Մարտունու շրջանի Գիշի գյուղում, ազատամարտիկի ընտանիքում։ Պատերազմական ժամանակաշրջան էր, ցուրտ ու մութ տարիներ, որի պատճառով նա լույս աշխարհ է եկել Մարտունու հիվանդանոցի նկուղում։ Շատ համեստ, խելոք, նաև ճարպիկ, կատակասեր ու ամեն իրավիճակից ելք գտնող երեխա էր։ Շատ հոգատար էր բոլորի հանդեպ։ Սիրում էր միշտ հարազատների շրջապատում լինել։ 3 եղբայր էին։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Հարվածային էր և օրինակելի վարքի տեր։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանը, որը ավարտել է 2010 թվականին։ Վարժարանի 18-ամյակի առթիվ հրաձգության մրցույթ է անցկացվել, որի ժամանակ նա գրավել է առաջին տեղը։ Ապա ավարտելով վարժարանը նույն 2010 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի տանկային ստորաբաժանումների կառավարում բաժինը։ Ուսանողական տարիներին կրկին մասնակցել է մրցույթի զորային ստորաբաժանման համար և արժանացել պատվոգրի, ապա 2013 թվականին տեղի է ունեցել օլիմպիկ մրցույթ, որտեղ կրկին եղել է առաջատար։ 2014 թվականին ավարտել է լեյտենանտի կոչումով ու հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում ստանալով կոչումը նշանակվել ջրականի N զորամասի տանկային դասակի հրամանատար։ Ասում են, ամեն հարցում կազմակերպչական հմտություններ ուներ։ Քեֆերը միշտ ինքն էր կազմակերպում ու ապահովում ուրախ տրամադրությունը։ Երբ սկսվեց Չարաբաստիկ ապրիլյան պատերազմը, մեր հերոսը զորամասում էր։ Ու հենց նույն օրը, ամսի 2-ին, երբ արդեն պիտի տանկերով շարժվեին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու, տանկերից մեկի մեխանիկ վարորդը մեր քաջին ասել է, որ ինքը վախենում է, թեկուզ և նա տեղում սպանի իրեն ու հրաժարվել է գնալ։ Հայկը մի պահ նայել է նրան, բայց ժամանակ չկար։ Ձեռքով հրել է ու ասել. «Գնա ապրի, թեպետ չգիտեմ դա որքանով է ճիշտ»։ Ապա ինքն է մտել տանկ ու առաջ շարժվել։ Նա իր անձնակազմով լելեթեփե բարձունքի համար կատաղի մարդ է մղել։ Առաջին գրոհի ժամանակ հաջողվել է կորուստներ պատճառել թշնամուն, բայց երկրորդ գրոհը արդեն ճակատագրական է եղել։ Անօդաչու թռչող սարքը խփել է ուղիղ տանկին և հավերժի ճամփով տարել Հայկին, Վահեին ու Նորոյին։ Փառք ու պատիվ մեր հզորների հիշատակին։ Մայրը, հերոսացին տիկին Նարինեն, արցունքները զսպելով պատմում է. Հայկս օրինակելի զինվորական է եղել։ Նա նշանված էր, շուտով պիտի ամուսնանար։ Ուներ բազում երազանքներ, որոնք այդպես էլ անկատար մնացին, քանի որ տղաս ընտրեց մի ողջ ազգի խաղաղ երկինք պարգևելու ուղին։ Հոգիս ծարս եղավ տիկին Նարինեի խոսքերից։ Նշանված էր։ Փաստորեն մի նոր օջախի հիմք դեռ չդրած խարխլվեց ու քանդվեց։ Եվ ինչ ասել, կամ ինչպես ասել այն նորափթիթ օրիորդին, որ դեռ ամուսնական առագաստ չմտած, կորցրեց իր սիրելիին։ Ընկերներից մեկը, աղասին, ոչ մի կերպ չէր հաշտվում ընկերոջ կորստի հետ ու միշտ խոսում էր նրա հետ, կարծես վերջինս իր դիմաց կանգնած լիներ, կամ էլ նկարի հետ էր խոսում։ Հայկո ջան, ախպերս, ես մինչև հիմա չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ դու կողքիս չես։ Ես միշտ սպասում եմ, որ դու ուր որ է դուրս կգաս իմ առաջ քո մշտական ժպիտով ու ինձ կասես. «Ոնց ես ջիգյար»։ Ախ, ոնց կուզեի ժամանակը հետ տալ, որ դու մեր կողքին լինես։ Զգում եմ, որ քո հոգին իմ կողքին է։ Միշտ իմացիր, քո Նորոյի ու Վահի վրեժը անպայման կլուծենք։ Աղաս ջան, ինչ ասել։ Ու այո, հանուն ընկերներիդ վրեժի 5 տարի անց կրկին զենք վերցրիր ու ելար կրկին պատերազմ սանձազերծած թշնամու դեմ։ Բայց ցավ է, որ ընկերներիդ վրեժը քո սրտում, քաջաբար մարտնչելով արյունարբու ոսոխի դեմ, դու էլ նրանց նման հավերժի ճամփորդ դարձար։ Կամ թե շատ էիր կարոտել քո ընկերներին, գնացիր, որ կարոտը դառնես։ Գուցե եւ այդպես։ Փառք հերոս Հայկի ու նրա ընկերների հիշատակին։ Այդ Չարաբաստիկ օրերը ամենածանր օրերն էին հերոսի ընտանիքի ու հարազատների համար։ Հերոս Հայկը զոհվել է ապրիլի 2-ին, սակայն դին ապրիլի 6-ին միայն կարողացան դուրս բերել կռվի դաշտից։ Այդ օրերը սպասումի ու տառապանքի, այդ 4 օրը երբեք չեն ջնջվի ծնողների ու հարազատների հուշերից։ Մայրը սպասում էր հրաշքի, համոզված լինելով, որ իր տղան շատ ճարպիկ է ու անպայման մի տեղից դուրս կգա։ Բայց վերջին հույսն էլ մարեց, ու նրա հոգատար տղան չեկավ։
այլ նրան բերեցին, որ հավերժ պահ տան մայր հողին։ Մեր քաջը հետմահու պարգևատրվել է Արցախի արիության համար և ՀՀ մարտական ծառայության համար մեդալներով։ Նրա մեծ եղբայրն ամուսնացավ, որդի ունեցավ և նրան անվանակոչեց Հերոս եղբոր անունով, որ փոքրիկը մեծանա, հերոս հորեղբորը նմանվի ու նրա կիսատ գործերի շարունակողը դառնա։ Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսին։ Հավերժ փառք նույն տանկում նրա հետ զոհված Նորայր Գասպարյանին և Վահե Զաքարյանին։ Ոչ մեկին երբեք բացակա չենք դնի։